Երեք շփման գծում ողջ օրվա լարվածությունից հետո գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։ Ազատությանը հաղորդեց Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, հավելելով՝ պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է։ Հասրաթյանը չի շտապում համեմատել սահմանին անցյալ տարվա հուլիս-օգոստոսի լարվածությունը վերջին մեկ շաբաթվա ահագնացած կրակոցների հետ, ընդգծելով, որ անցյալ տարի հրադադարի ռեժիմի խախտումներն ուղեկցվում էին նաև դիվերսիաներով։ Այս պահի դրությամբ նման բան չկա։ Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է այցելել սահմանագոտի հարավ-արևմտյան Նախիջևանի ուղղությամբ։ Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ վերջին 4 օրերին լարվածություն նկատվում է նաև Հայաստանի սահմաններին, սակայն հրադադարի ռեժիմի խախտումները Ղարաբաղի ադրբեջանական ուժերի շփման գծում ավելի շատ են։ Ընդհանուր առմամբ ողջ սահմանագոտու երկայնքով վերջին օրերին որոշակիորեն շատացել են կրակոցները, բայց դրա համեմատել Արցախի երեկվա տված հաղորդագրության հետ չի կարելի։ Արդյոք սահմանային լարվածությամբ էր պայմանավորված Սեյրան Օհանյանի այցը սահմանագոտու զորամասեր։ Այս հարցին Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի խոսքով հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումները կապված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունների հետ, ըստ որոնց պետք է վերականգնել կանոնավոր բանակցային գործընթացը և հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորման։ Սաֆարյանի կարծիքով սահմանին լարվածություն ստեղծելով Ադրբեջանը փորձում է խափանել բանակցային գործընթացը։ Եվ ահա հասկանանք, որ մի քանի հանգամանք կա, որոնք Ադրբեջանի սրտով չեն։ Նախ առաջինը սեղանի վրա դրված տարբերակները։ Ուորլիկը երբ շոշափում է կարգավորման այդ տարբերակի մասին եւ նշում է, որ բոլոր դետալները պետք է քննարկվեն համալիր եւ համապարփակ, հասկանանք, որ սա բացարձակապես ընդունելի չէ առաջին հերթին Ադրբեջանի համար, որի ղեկավարը արդեն բավական բարձրացրել է եւ հասարակության անխորժակը եւ իր խորժակը մեծացրել է եւ հետեւաբար չի կարող թույլ տալ, որպեսզի քննարկումները շարունակվեն այդ տարբերակների շուրջ։ Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում էին։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտման, որպես այդ համապարփակ կարգավորման մի մաս։ Փորձագետի կարծիքով Ադրբեջանը պարզապես շանտաժի է ենթարկում միջազգային հանրությանը եւ նման քայլերով փորձելու է հասնել բանակցային գործընթացի պայմանների փոփոխմանը։ Ալիևը ցանկանում է իր այս անհնազանդության քայլերով ուղղակի պարտադրել նրանց, որպեսզի նրանք բավարարեն իր կմաճույքները։ Փոխեն պայմանները։ Փոխեն պայմանները, այո։